Այսօր ցանկանում եմ խոսել մի նամակից, որի հեղինակը Ավետանում ներկայացնում է որպես կրակոտ եւ անհանգիստ մարդ։ Նա անհամբեր էր խոսելիս, երթումներ ու խոստումներ տալիս։ Նա յուրաքանչյուր պահի պատրաստ էր վրեժ լուծելու հարձակումների եւ վիրավորանքների համար։ Եվ այս ամենին եւս ավելացնեմ այն, որ նա շուտ էր հուսահատվում։ Բայց այն բանից հետո, երբ Հիսուսն աստիճանաբար վերափոխեց նրան իր կերպարին, նա դարձավ հանդուրժող, համբերատար եւ հանգիստ։ Հիսուս նրա կյանքի ընթացքում ոչ միայն մեծ ազդեցություն է գործել, այլ նրան պարգևել է հոգևոր աճ։ Նրա կրթությունը ի տարբերություն շատ ուսումնական հաստատությունների ոչ թե 5 տարի էր, այլ 3 տարի։ Բայց նա սովորեց տիեզերքի լավագույն համալսարանում։ Նա սովորեց լավագույն ուսուցչի մոտ եւ ավարտելուն պես հանձնվեց ամենաբարդ առաքելությանը՝ հովվի ծառայությանը։ Նա սովորեց տիեզերքի լավագույն համալսարանում, բայց ոչ փառքի համար, այլ վերակառուցման։ Նա չստացավ վկայական, բայց եղավ վերակերտված ներսից։ Նա տգետ էր, բայց նա ներսում աճում էր մի բան, որ չէր կարող տալ ոչ մի դպրոց, ոչ մի համալսարան եւ ակադեմիա։ Աստվածային փափագ, խոսքի ծարավ եւ հոգևոր հասունացում։ Նա անկավ, բայց սովորեց։ Նա ձախողվեց, բայց մնաց Տիրոջ հետ։ Եվ ի վերջո նա գրել է. «Փափագեցեք խոսքի կաթը»։ Սա ասում է նա, ով տարիներ առաջ խոսքը չէր հասկանում, բայց հետո սիրեց, համն առավ, կերավ, ճաշակեց այն եւ դրանով փոխվեց։ Նա օրինակ է մեզ բոլորիս, որ Աստծո դասարանը բաց է բոլորի համար, անկախ անցյալից, կրթական մակարդակից կամ սոցիալական դիրքից։ Ամեն ինչ փոխվում է, երբ նստում ես Հիսուսի ոտքերի մոտ։ Այսօր ցանկանում եմ միասին ուսումնասիրենք Պետրոս առաքյալի առաջին նամակի 2-րդ գլխի առաջին 3 համարները։ Բայց միշտ կանցնենք մեր գլխավոր հատվածի ուսումնասիրությանը, թույլ տվեք ձեզ ներկայացնել համատեքստը հետևյալ կերպ։ Ուրեմն սկսած առաջի գլուխ 13-րդ համարից մինչև 2-րդ գլուխ 3 համարները առաքյալը խոսում է փրկված կամ վերստին ծնունդ ունեցող հավատացյալի վարքի մասին։ Այսպիսով Պետրոս առաքյալը ցույց է տալիս 5 հատկանիշ, թե ինչպիսին պետք է լինի փրկված մարդու նոր կյանքը։ Առաջինը՝ կյանք լիհույսով, որը տեսնում ենք առաջի գլուխ 13-րդ համարում։ Այսինքն սա մտավոր զգոնություն է եւ լիարժեք վստահություն Հիսուսի վրա եւ Հիսուսի վերադարձի վրա։ Երկրորդը՝ կյանք սրբության ձգտող, որը տեսնում ենք 14-ից 16-րդ համարներում։ Այսինքն այլևս չապրել նախկին ցանկություններով, այլ նմանվել Աստծուն սրբությամբ։ Եվ երրորդ՝ կյանք հարգանքով լցված սրտից, որը տեսնում ենք առաջի գլուխ 17-ից 21-րդ համարներում։ Այսինքն սրբազան երկյուղ մի սիրող հորից, ով նաև դատավոր է։ Եվ չորրորդ՝ կյանք սիրո գործերով արտահայտված, որը տեսնում ենք առաջի գլուխ 22-ից 25-րդ համարներում։ Այսինքն իրական սեր հավատացյալների հանդեպ մաքուր սրտից եւ անկեղծ կերպով։ Եվ 5-րդ՝ կյանք, որը չի կշտանում Աստծո խոսքից, որն էլ 2-րդ գլխի առաջի 3 համարներն են։ Այսինքն անհակ ծարավ Աստծո խոսքի հանդեպ, որպես հոգևոր աճի աղբյուր։ Այսպիսով առաքյալը այս մեծ հատվածում ցույց է տալիս, թե ինչպիսին է փրկված մարդու նոր կենսակերպը, եւ մենք մեր ողջ ուշադրությունը կդնենք վերջին կետի վրա, որը ես վերնագրել եմ այսպես. հոգևոր աճի համար 1 կերակուրը։ Ընթերցենք միասին առաջի Պետրոս 2-րդ գլուխ առաջի 3 համարները։ Արդեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծավորություն, նախանձ եւ ամեն չարախոսություն, նորածին մանուկների պես փափագեք բանական անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար, քանի որ ճաշակել եք, որ քաղցր է Տերը։ Մեր կարդացած հատվածի գլխավոր միտքը հետևյալն է. ինչպես նորածինն է փափագում եւ զարգանում մայրական կաթով, այնպես էլ քրիստոնյան է աճում Աստծո խոսքի միջոցով։ Եվ այս հատվածում Պետրոս առաքյալը ցույց է տալիս հոգևոր աճին նպաստող
երկու միջոց։ Հետաբար հարց է առաջանում, որոնք են հոգևոր աճին նպաստող միջոցները։ Այսպիսով, հոգևոր աճին նպաստող առաջին միջոցը, որը Պետրոս առաքյալը ցույց է տալիս այս հատվածում, տեսնում ենք առաջին համարում։ Նա ասում է. շարունակ մերժելով մեղքը, արդեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծավորություն, նախանձ եւ ամեն չարախոսություն։ Մեր համարի ուրեմն բառը ոմանց մոտ միգուցե արդ լինի։ Այսինքն այս բառով Պետրոս առաքյալը սերտորեն կապ է հաստատում երկրորդ գլուխը առաջինի հետ։ Այս ուրեմն է եզրակացությունը, որը ցույց է տալիս, որ հոգևոր աճի կոչը Պետրոս առաքյալի վերստին ծնունդի մասին նախորդ բացատրությունների տրամաբանական եւ բնական հետևանքն է։ Իսկ առաքյալն արդեն առաջի գլուխ 23-րդ համարում ասել է, որ հավատացյալը ստացել է նոր ծնունդ։ Սակայն նա նրանց հիշեցնում է, որ հոգևոր կյանքը այդքանով չի սահմանափակվում։ Դուք պետք է ոչ միայն ունենաք նոր ծնունդ, այլ մշտապես աճեք ու զարգանաք։ Դուք պետք է նոր կյանքում հասունանաք։ Իսկ նոր կյանքում հասունանալու համար պետք է շարունակ կերպով մերժել մարմնական բոլոր տեսակի կրքերը, ախտերը, որոնք կարող են եւ իրականում վնասում են ձեր ախորժակին եւ հոգեվոր աճին։ Եվ առաքյալը նրանց եւ մեզ հիշեցնում է, որ այս մի կողմ թողնելը, մերժելը հավատացյալի շարունակական գործողությունն է։ Մի կողմ թողնելը ցույց է տալիս, որ նրանց բնավորության մեջ դեռ կային այս գծերը, որոնք խանգարում էին իրար եւ նրանց հոգեվոր աճին։ Եթե առաքյալն ասում է մի կողմ թողեք, դա նշանակում է, որ նրանք դեռ քայլում էին մարմնական ցանկություններով։ Սա ճիշտ զուգահեռ է Պողոս առաքյալի այն խոսքին, որ հոգով քայլեք եւ կսպանեք մարմնի գործերը։ Մի կողմ թողնելով, այս մի կողմ թողնել բայը գրված է անցյալ ժամանակով կամ անցյալում գործողության փաստը նշելու միտումով, որը հայտնում է, որ գործողությունը տեղի է ունեցել։ Եվ այն գրված է միջին եղանակով։ Հունարենում այս միջին եղանակը ցույց է տալիս, որ գործողությունն ուղղված է դեպի կատարողը, այսինքն գործողություն կատարողը գործողությունը կատարում է իր օգտին, իր վրա կամ իր ներսում։ Այս բայը նշանակում է դեն նետել, հեռացնել կամ հրաժարվել։ Այս բայը վերաբերում է ցանկացած տեսակի մերժման, հատկապես մարդու անհատականությանը, մարմնին, մտքին, հագուստին եւ արտաքին կերպարին վերաբերող։ Հունարեն բնօրինակից այն թարգմանվում է այսպես. մի կողմ դրած լինելով կամ հրաժարվելով։ Այսինքն այն ցույց է տալիս գործողություն, որ կատարվել է կամ որ պետք է կատարված լինի, նախքան կամ զուգահեռապես հիմնական գործողությունը սկսելը։ Այո, այս բայը քերականորեն չի հանդիսանում ուղիղ պատվեր, բայց այնուամենայնիվ իր մեջ պարունակում է հրամայական երանգ։ Սակայն այսպիսի ոչ ուղիղ պատվերները հաճախ օգտագործվում են որպես տրամաբանական նախապայմաններ։ Այսինքն ինչ է ստացվում ըստ Պետրոս առաքյալի։ Ստացվում է հետևյալը. նախնական քայլ, որի բնական հետևանքը հոգևոր աճն է։ Այս նախապայմանը դուռ է բացում հաջորդիվ գործողության կատարմանը։ Սա նշանակում է, որ առաջին գործողությունը պետք է տեղի ունենա, որպեսզի երկրորդը հնարավոր լինի։ Եվ այստեղ մեր հատվածում մի կողմ թողնելը դա նախապայմանն է, իսկ փափագելը դա հաջորդիվ գործողությունն է։ Մի պարզ օրինակ։ Պատկերացրեք ուզում եք խմել մաքուր ջուր, բայց բաժակը կեղտոտ է։ Նախ պետք է մաքրել բաժակը, սա նախապայմանն է, հետո լցնել ջուր եւ խմել։ Սա հաջորդիվ գործողությունն է։ Եվ այս նույն տրամաբանությունն է Պետրոս առաքյալի խոսքում։ Եվ քանի որ մենք կանչված ենք սուրբ կյանքի մեր ամբողջ վարքի ցուցադրությամբ, որը Հիսուսին նմանվելու ճանապարհն է, ապա պետք է բոլոր տեսակի մարմնական կրքերը վճռականորեն կտրենք եւ դեն նետենք։ Առաքյալն ասում է բոլոր տեսակի։ Սա նշանակում է, որ այս 5 մեղքերը տեսակավորված են եւ ունեն բազմակողմանի շերտեր։ Եվ առաջին մեղքը Պետրոս առաքյալը ասում է չարություն, հունարեն կակիա բառն է։ Այն արմատային իմաստով նշանակում է բարու հակառակը, բարոյական սաստիկ վատություն, չար բնույթ կամ չար վարք, եւ սովորաբար վերաբերում են ներքին չարությանը, որից ծագում են չար արարքներ։
Հաճախ այն ներառում է մյուսներին վնասելու դիտավորություն կամ ձգտում։ Հետևաբար Պետրոս առաքյալը կոչ է անում հրաժարվել չանությունից, ուրիշներին չարիք գործելու ձգտումից։ Այս մեղքը հակասում է ոչ միայն եղբայր սիրությանը, այլ խոսքի հանդեպ ճշմարիտ փափագին։ Չարությունը բնորոշ է հին մարդուն, այն կյանքին, որից հավատացյալը ազատվել է վերստին ծնունդով։ Այդ պատճառով մենք պետք է ամբողջովին դեն նետենք այս մեղքը եւ նրա փոխարեն ձգտենք բարությանը։ Մեր անձերը պետք է նվիրենք բարության գործերին, աճենք բարության մեջ։ Քրիստոսով ստացած նոր կյանքը պիտի արտահայտվի ոչ միայն խոսքերով կամ դավանությամբ, այլ առաջին հերթին ապրելակերպով։ Դավանությունը պետք է հաստատվի գործերով, իսկ այդ հաստատումը հենց մարդու կյանքն է։ Երկրորդ մեղքը, որ Պետրոս առաքյալը կոչ է անում հրաժարվել, դա խաբեությունն է։ Հունարեն դոլոս բառն է։ Արմատային իմաստով նշանակում է խաբեություն, նենգություն, նենք ձևով շահ ստանալ։ Բառը բխում է հունարեն դելո բառից, որը կապված է վայրագ ու խորամանկ ձևով որս անելուն։ Սովորաբար վերաբերում է վարքի այն ձևին, երբ մարդը դիտմամբ ու թաքուն փորձում է մոլորեցնել կամ շահարկել ուրիշին, եւ այն ցույց է տալիս մի հոգեվոր կամ բարոյական վիճակ, որտեղ անկեղծության բացակայությունն ու խորամանկությունն են գերիշխում։ Օրինակ, մարդը իր խոսքով կամ գործողությամբ ցույց է տալիս մի բան, բայց իրականում մտածում է մեկ այլ բան, շահարկելով եւ մոլորեցնելով դիմացինին։ Եվ հենց սատանան, ում Աստվածաշունչը բնութագրում է որպես ստության հայր, վայրագ ու խորամանկ ձևով Եդեմի պարտեզում որսի դուրս եկավ եւ իր նենգությամբ այնպես արեց, որ խաբեությունը մտնի աշխարհ եւ մարդիկ դառնան այս մեղքի սիրահարը։ Նա ուներ շահ այդ խաբեության մեջ, մարդուն դարձնել մեղավոր եւ Աստծուն չփառավորող։ Եվ այսօր էլ այս նույն մարտավարության մեջ է սատանան։ Տեսեք, թե ինչ ասում Պետրոս առաքյալը 5-րդ գլուխ 8-րդ համարում։ Արթուն մնացեք, հսկեցեք, որովհետև ձեր հակառակորդը սատանան մռնչացող առյուծի պես պատտվում ու փնտրում է, թե ում կուլ տա։ Այո, սատանան ցանկանում է հավատացյալին կորստի մատնել, մեղքի եւ անհնազանդության առաջնորդել։ Նա խաբեբա է եւ իր ողջ սպառազինությունը ուղղված է ճշմարտության դեմ, Աստծո խոսքի։ Հիշեք, սուտը հանցագործությունը ճշմարտության դեմ եւ հետեւաբար այն ծանր մեղք է։ Խաբեությունը ճշմարտության հակառակն է եւ մենք, որպես նոր արարածներ Քրիստոսի մեջ, պետք է մեր անձերը շարունակ նվիրենք ճշմարտությանը, աճենք նրանում եւ այն տեսանելի լինի մեր վարքում։ Եվ եթե մենք չենք սիրում ճշմարտությունը, ապա մենք չենք կարող սիրել եւ կարոտ զգալ Աստծո խոսքին, որը երկրորդ համարում որակավորվում է որպես ճշմարտության խոսք կամ կաթ։ Առաքյալը 3-րդ գլուխ 10-րդ համարում ասում է. ուրեմն նա, ով ուզում է կյանքը սիրել եւ բարի օրեր տեսնել, թող ետ պահի իր լեզուն չարությունից եւ իր շուրթերը նենգություն խոսելուց։ Պողոս առաքյալը այսպես է գրում. ուստի ստությունը դեն գցելով ամեն մարդ ճշմարտությունը թող ասի իր դրացուն, որովհետեւ մենք մեկ-մեկու անդամներն ենք։ Եվ ինչպես նորածին երեխաներն են ազատ ստից, նենգությունից եւ խաբեությունից, այդպես էլ պետք է անեն Հիսուսի նորածին երեխաները։ Եվ երրորդ մեղքը դա կեղծավորությունն է, հունարեն հիպոկրիսիս բառն է։ Այն արմատային իմաստով նշանակում է դեր խաղալ կամ ձևանալ, բառացիորեն թատերական խաղով հանդես գալու գաղափարով։ Սովորաբար այնպիսի վարք, երբ մարդը ներկայացնում է իրեն մեկ ուրիշ կերպ, իր իսկական շարժառիթները կամ բնույթը թաքցնելով։ Հաճախ վերաբերում է կրոնական կամ բարոյական կեղծավորությանը, երբ արտաքինից ներկայացվում է մի կերպ, բայց իր ներսում իրականը լրիվ այլ է։ Իսկ Աստված մեզ կանչել է ոչ թե խաղալու այն դերը, որը աշխարհն է տալիս, եւ ասեմ, որ աշխարհը ամենամեծ թատրոնն է, որտեղ դեր ստանձնելու պակաս չկա, այլ կանչել է, որ ապրենք մեր դերի մեջ եւ կոչման մեջ։ Ըստ մեր համատեքստի, մեր դերը շարունակ կերպով մերժել աշխարհում առաջարկվող եւ վաճառվող մեղքերը եւ փափագել Աստծո խոսքի կաթով աճելուն։ Մեր դերը մեր անձնական հոգեվոր աճի նպատակն է։ Մեր վարքը պետք է ցույց տա
մեր իրական շարժառիթները, որ մենք իրապես փափագում ենք հոգևորապես աճել եւ նմանվել Հիսուսին։ Մեր վարքը ձևական բարեպաշտություն չպետք է լինի, այլ անկեղծ։ Սա գրում է մեկը, ով այս մեղքի միջով անցել էր։ Հիշում եք, երբ նա հեթանոսների հետ հաց էր ուտում, հրյանելի գալուն պես ինչ արեց, հրաժարվեց եւ մի կողմ քաշվեց, ցույց տալով իր կեղծավորությունը։ Իսկ այժմ, երբ հոգևորապես աճել է, իր եղբայր եւ քույրերին գրում եւ հորդորում է. հեռու մնացեք այս մեղքից։ Նաեւ նման կրոնական կեղծավորություն տեսնում ենք Անանիայի եւ Սափիրայի դեպքում, ովքեր իրենց չար մտադրությունները թաքցրեցին բարեպաշտության քողի տակ։ Եվ չորրորդ մեղքը, որին անդրադառնում է առաքյալը, դա նախանձն է։ Արմատային իմաստով նշանակում է ցավ կամ դառնություն ուրիշի բարիքի պատճառով։ Եվ այս մեղքը ցույց է տալիս անհամաձայնություն, խնդրում եմ ուշադիր, Աստծո բարության նկատմամբ մեկ ուրիշի կյանքում։ Այսօր այս մեղքը կլանել է աշխարհը, եւ աշխարհը թաթախված է այնքանով այս մեղքի մեջ, որ այն սողոսկել է անգամ եկեղեցիներ։ Սակայն Աստվածաշունչը նախանձը դասում է չափազանց ծանր մեղքերի շարքում, որոնք քայքայում են ինչպես անհատական կյանքը, այնպես էլ համայնքային միաբանությունը։ Նախանձը տխրության եւ դժգոհության զգացումն է, երբ մարդ նկատում է մեկ ուրիշի բարգավաճումը, մեկ ուրիշի առաջընթացը կամ տեսնում նրա առավելությունները։ Այս մեղքը եկեղեցական կյանքում դարձել է մրցակցության մի ոգի, եւ իրականում կան հոգեվորներ, ովքեր դժգոհություն են հայտնում ուրիշների նկատմամբ։ Քույրերը միգուցե դժգոհում են կամ դառնություն են զգում, որ մեկ այլ քույր ավելի գեղեցիկ զգեստ է հագնում, ավելի լավ մազերի գույն ունի, ավելի լավ հմտություններ ունի խոհանոցում, իսկ ինքը ոչ։ Եղբայրները միգուցե դժգոհում են, որ իրենք չեն քարոզում այնպես, ինչպես մյուս եղբայրը, չունեն մագիստրոսի կոչում, չեն վարում այն մեքենան, ինչ մյուսը, եւ շարքը կարելի է անverջ թվարկել։ Եվ նրանք անգամ կարող են հաճախոսել իրենց եղբորը կամ քրոջը այդ գեղեցիկ զգեստի կամ մեքենայի համար, սակայն մտքում ասել. կտեսնես, ես ավելի լավը կառնամ, ես դեռ նրան ցույց կտամ, ավելի լավը կունենամ։ Հիշեք, Աստվածաշունչը նախանձը դասում է մարմնական բնույթի գործերի շարքում, որից անհապաղ պետք է ազատվել։ Միայն մեկ համար թույլ տվեք կարդալ Հակոբոսից 3-րդ գլուխ 14-16 համարներ։ Բայց եթե ձեր սրտում դառը նախանձու հակառակություն ունեք, քրիստոնյաներին է գրում, մի պարծեցեք եւ ճշմարտության դեմ մի ստեք։ Այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական, որովհետեւ որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բան կա։ Նայեք, թե ինչպես է նկարագրում այս մեղքին Հակոբոսը, մարմնավոր ու դիվական, եւ ասում է, որ արդյունքը չարությունն է։ Եվ մենք Աստվածաշնչում ունենք բազում օրինակներ, թե ինչ է անում նախանձը մարդուն։ Կայենը ինչից դրդված սպանեց Աբելին, նախանձից։ Աստծուց ստացած ընդունելության համար նա նրան սպանեց։ Առաքյալները ծեծվեցին, հայոյվեցին նախանձի պատճառով։ Եվ վերջապես Հիսուսը նախանձից դրդված սպանվեց։ Նախանձի զգացումը որպես մարմնական բնույթի գործ պետք է կտրել, հանել մեր վրայից եւ դեն նետել։ Մենք կանչված ենք ուրախանալու մեր կողքինների բարիքների, բարգավաճման եւ բարության համար։ Եվ մենք ցավի փոխանեն պետք է անկեղծ ուրախանանք, եթե չդատարկվենք այս եւ մյուս վերոնշյալ մեղքերից, չենք կարող հոգեվոր կյանքում զարգանալ եւ աճել։ Եվ վերջին մեղքին, որին անդրադառնում է առաքյալը, դա չարախոսությունն է։ Այն արմատային իմաստով նշանակում է խոսել որևէ մեկի դեմ, նվաստացնել եւ արհամարանքով վերաբերվել։ Դա նշանակում է ինչ-որ մեկի մասին բացասական կամ վնասող խոսքեր ասել, հատկապես երբ նա բացակայում է։ Չարախոսություն ունի մեկ գլխավոր նպատակ՝ նվազեցնել կամ փչացնել մեկի պատիվը, հեղինակությունը կամ վստահությունը ուրիշների աչքում։ Սակայն ի հակադրություն այս չարաբաստիկ մեղքի Աստվածաշունչը ասում է հետևյալը, եւ հենց Պետրոս առաքյալը 5-րդ գլուխ 5-րդ համարում գրում է. այո, բոլորդ միմյանց հնազանդ եղեք եւ խոնարհություն հագեք,
որովհետև Աստված հակառակվում է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Պողոս առաքյալը այսպես է գրում Հռոմեացիս թղթում. Եղբայրսիրության մեջ միմյանց նկատմամբ գթասիրտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանց։ Այս համարները հստակ հակադրություն են չարախոսությանը։ Այս եւ մյուս վերոնշյալ մեղքերը խախտում են ամենահիմնարար պատվիրաններից մեկը՝ սիրել քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ։ Դու չես կարող ասել, որ ունես նոր ծնունդ, բայց չսիրես կողքիդ նստած եղբորը կամ քրոջը։ Դա անհամատեղելի է։ Եվ արդեն իսկ Պետրոս առաքյալը 22-րդ համարում տվել էր իրար սիրելու պատվերը։ Իսկ այժմ նա ասում է, որ այս բոլոր մեղքերը շարունակ մի կողմ թողնելով է, որ կհասնեք այդ պատվերի իրագործմանը եւ նաեւ հող կնախապատրաստեք եկող պատվերին, որ է փափագել խոսքի կաթը։ Եվ առաքյալն ասում է, ոչ, այս մի կողմ թողնելը, մերժելը հավատացյալի շարունակական գործողություն է։ Այն անցյալում սկսվել է եւ պիտի շարունակվի այնքան, մինչեւ Հիսուս գա։ Այդ իսկ պատճառով 13-րդ համարում ասում է. Ուստի ձեր մտքերը գոտեպնդեցեք, զգաստ եղեք եւ ձեր հույսն ամբողջապես դրեք այն շնորհի վրա, որ ձեզ է հասնում Հիսուս Քրիստոսի հայտնությամբ։ Հիսուսի վերադարձի հույսն ունեցողը իրապես շարունակում է իրեն մաքրել։ Նայեք, թե ինչ ասում Հովհաննես առաքյալը իր առաջին նամակում։ Եվ ամեն մարդ, որ այս հույսն ունի, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ նա է մաքուր։ Ահա թե ինչպես էին այս երկու առաքյալները հասկացել սրբագործության վարդապետությունը, շարունակ կերպով մերժել մարմնական բոլոր տեսակի ախտերը, մինչև Հիսուս կգա։ Հիշեք, այս 5 մեղքերի մեջ կամ նրանցից յուրաքանչյուրի մեջ շարունակ ապրելը վերստին չծնված մարդու նշան է եւ համահունչ չէ համայնքային կյանքին եւ նորածին մանուկների բնավորությանը։ Այսպիսով հոգևոր աճին նպաստող երկրորդ միջոցը, որը Պետրոս առաքյալը ցույց է տալիս այս հատվածում, տեսնում ենք երկրորդ համարում։ Շարունակ փափագելով խոսքի կաթը։ Նորածին մանուկների պես փափագեք բանական, անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար։ Առաքյալն ասում է նորածին մանուկների պես։ Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ առաքյալը գրում է վերստին ծնունդ ունեցող հավատացյալներին, ովքեր ծնվել էին Աստծո խոսքով, եւ այժմ նրանց ծնունդից հետո նրանք ունեն պարտականություն, որը ընկած է նրանց վրա՝ փափագել խոսքի կաթը։ Ձեզ մի հարց ունեմ, երբ եք վերջին անգամ տեսել նորածին երեխա, եւ եթե տեսել եք, ինչ եք նկատել նրա գործողություններում, կամ ինչ գործողությամբ է նա աչքի ընկել։ Ես հիշում եմ այն պահը, երբ ծնվեց իմ որդին, Ալեքը, ես շտապեցի սենյակ, նրան գրկելու, օրնելու, աղոթելու։ Բայց երբ տեսա նրան, սիրտս խորապես հուզվեց։ Նա աչքերով ինչ-որ բան էր փնտրում։ Նա փոքրիկ մարմինը անհանգիստ շարժվում էր։ Ձեռքերը արձագանքում էին մորը ծանոթ հոտին ու ձայնին։ Նա ձգվում էր դեպի մայրը։ Նա լացում էր ոչ միայն ցավից կամ վախից, այլ մի խորքից բխող կարոտով։ Նրա ճիչերը բարձր էին, խորն ու հուսահատ, ասես նա կորցրել էր Լիլիթին։ Սակայն իրականում դա մի այլ ձայն էր, սովի ձայնը, փափագի ձայնը։ Նա փափագում էր մայրական կաթին։ Նրա ներսը, նրա դեմքը, ձեռքերը, ոտքերը, աչքերը, բերանը գոչում էր. Ես կարիք ունեմ կյանքի, ես ուզում եմ կաթ, ես ուզում եմ մորս։ Եվ այդ պահին հասկացա մի կարևոր ճշմարտություն։ Այդ նույն կերպ է հոգին, երբ ծնվում է, փնտրում է իր ստեղծողին, փափագում է կաթի պես մաքուր հոգևոր սնունդ, լալիս է, գոռում է, տենչում է, որովհետև սոված է։ Դա սրտի ճիչն է դեպի Աստված։ Նորածինները ծնվելուց հետո բնակարարորեն փնտրում են կրծքագեղձը։ Նրանց քթի սուր հոտառությունը օգնում է ճանաչել մայրական հոտը։ Եվ երբ մաշկը շփվում է մայրական մաշկին կամ կաթի հոտը տարածվում է, նորածինը ավելի ակտիվ է դառնում եւ իր ակտիվությունը դրսևորվում է իր ձեռքերի
եւ ողջ մարմնի ակտիվ շարժումներով։ Այդպես էլ առաքյալն է պատվիրում, որ մեր վրայից հանելով բոլոր տեսակի ախտերը ունենանք եւ դրսեւորենք այդ նույն վարքագիծը։ Ամբողջ մարմնով ձգվենք, ձեռքերով շտապենք, վազենք եւ փափագենք Աստծո խոսքի կաթը։ Մեր ձեռքերը իրավունք չունեն պարապ մնալու։ Նրանք պիտի երկարեն դեպի Աստծո խոսքը, որպեսզի այնտեղից սնվեն, ստանան կյանք, առողջություն, իմաստություն եւ հոգեվոր աճ։ Նայեք ինչ է գրում Սաղմոսի հեղինակը։ Ուրախանալու եմ քո պատվիրաններով, որոնք սիրում եմ։ Ձեռքերս երկարելու եմ դեպի քո հրամանները, որոնք սիրում եմ։ Շարունակում է. Բերանս լայն բացեցի եւ փափագեցի, որովհետեւ պատվիրանների տեի կարոտում։ Սաղմոս 63-րդ գլխի առաջի համար. Աստված, դու ես իմ Աստվածը, վաղ առավոտից քեզ կփնտրեմ, փափագում է քեզ իմ անձը, քաղցում է քեզ իմ մարմինը, մի չոր ու անջուր երկրում։ Հիշեք, Աստծո խոսքի համար պիտի աշխատեն ոչ միայն մեր աչքերը, այլ ձեռքերը, սիրտը, լեզուն եւ ամբողջ էությունը։ Առաքյալն ասում են նորածին մանուկների պես փափագեցեք։ Այս փափագել բայը հունարեն էպիպոֆեո բառն է։ Ունի էպի նախդիր եւ այն ուժեղացնող նշանակություն է տալիս այս բային։ Եւ այն նշանակում է ուզենալ, ցանկանալ, շատ, ուժեղ, զգալ, կարոտ, զգալ չափազանց առածեր։ Նշանակում է ինտենսիվորեն փափագել, սրտանց ցանկանալ։ Խնդրում եմ ուշադիր, ձգվել դեպի ինչ-որ բան ամբողջ էությամբ։ Այն գրված է հրամայական եղանակով եւ ակտիվ ժամանակաձևով։ Սա պատվեր է, սա հրաման է եւ ոչ թե ցանկության կամ հավեսի հարց։ Սա առաքյալի բարի ցանկությունը չէ եւ ոչ էլ իր մտահաղացումը, այլ սա Սուրբ Հոգու հրամանն է, պատվերն է եւ այն ուղղված է հավատացյալներին։ Եթե համարին ուշադիր նայեք, առաքյալը չի ասում եղեք նորածիններ, այլ ասում է նորածինների պես փափագեցեք։ Այս ինտենսիվորեն ցանկանալը, փափագելը իրական հավատի եւ վերստին ծնունդ ունենալու ապացույցն է։ Ինչպես նորածինը չի կարող ապրել առանց կաթի, այդպես էլ իրական վերստին ծնունդ ունեցողը չի կարող ապրել առանց Աստծո խոսքի։ Եվ այո, պետք է խոստովանենք, որ ճշմարիտ փափագը, այս բուռն ցանկությունը տեսանելի է ոչ միայն խոսքով, այլ նաև կարոտ ունեցող սիրո մեջ, որն էլ ուղղված է Աստծո խոսքի կաթին։ Ես հիշում եմ, թե ինչ ախորժակով էր իմ տղան ուտում կաթը ալեքը։ Նա ամեն օր, ամեն ժամ ուներ ախորժակ եւ այնպես էր ուտում, խմում մայրական կաթը, կարծես դա իր կյանքի վերջին կաթն էր։ Նաև հիշում եմ, թե ինչպես էր բուռ բողոք առաջացնում իմ տղայի մոտ այն փաստը, երբ կաթ ստանալը ուշանում էր։ Ինչու՞։ Որովհետև Ալեքիս համար կաթը ոչ միայն համեղ էր եւ հաճույք, այլ կենսական նշանակություն, որովհետև այն նպաստում է իր ֆիզիկական եւ մտավոր աճին, եւ այդ կաթի շնորհիվ խորանում էր իր սերը մոր նկատմամբ։ Այդպես է նաև Աստծո խոսքը, որը ոչ միայն մեզ ծնունդ տվող եւ մաքրող ջուր է, այլև կաթ, որը սնուցում է մեր նոր մարմինները Քրիստոսի մեջ եւ մեր սերը խորացնում առ Հիսուս Քրիստոս։ Հետևաբար Աստծո խոսքը, Աստվածաշունչը պետք է հավատացյալի համար դառնա ամեն ինչ։ Աստվածաշունչը հավատացյալի մշտաբած սեղանն է, հարուստ երկնային կերակուրներով, որոնք սնուցում են թե հոգին, թե կյանքը, ամեն օր, ամեն պահ։ Աստվածաշունչը հավատացյալի համար պարզապես գիրք չէ, այն գեղեցիկ սեղան է, լեցուն կյանքի խոնար ու համեղ ճաշերով։ Այն միշտ բաց է 24/7։ Երբեք չի սպառվում, երբեք չի դադարում սնուցել։ Եվ այդ սեղանի մոտ հնազանդ ու սիրող մատուցողը Սուրբ Հոգին ամեն օր նոր ու թարմ ճաշեր է մատուցում, ճիշտ այն, ինչ պետք է մեր հոգուն։ Ոչ թե վերացած սնունդ, այլ օրիգինալ, կենդանի խոսք, ուղղակիորեն երկնքից։ Հարց. Երբ քո հոգևոր կերակուրը ուշանում է, երբ օրվա մեջ չես հարցրել ճաշակել Աստծո խոսքը, երբ օրդ սկսում ես առանց Աստծո խոսքի, ինչպես ես արձագանքում։
մանկան պես բուրըն եւ համառ ճիչով, թե կարողանում ես հոգուց սնունդը ուշացնել, թողնել հետո ու հոգուտ քաղցին խափել այլ բաներով։ Ինչ է սա։ Ջերմաչափը չափման գործիք է, որը չափում է մարմնի ջերմաստիճանը, ցույց տալով արդյոք առողջ է մարդը, թե հիվանդ։ Նույն ձևով քո Աստծո խոսքի հանդեպ ունեցած փափագը չափում է քո հոգևոր առողջությունը։ Այսինքն, երբ հոգիդ շատ է փափագում խոսքը, եւ դու չես հանգստանում, մինչև չսնվի, դա նշանակում է քո հոգևոր վիճակը առողջ է։ Իսկ երբ կարողանում ես երկար ժամանակ չընթերցել ու դա քեզ չի խանգարում, չի անհանգստացնում, ուրեմն քո հոգևոր ջերմաստիճանը ցածր է, այսինքն թուլացել ես ներսից։ Պետրոս առաքյալը ոչ միայն ասում է փափագեցեք խոսքը, այլ նաև ասում է թե որ խոսքը փափագենք։ Նա մեզ չի թողնում բարձի թողի վիճակում եւ ասում կներեք բառիս համար, դուք ձեր գլխի ճարը տեսեք։ Ոչ, նա նաև մեզ ասում է թե որ խոսքը փափագենք։ Նայեք 23-րդ համարին առաջի գլուխ։ Արդեն առաքյալը այս համարում խոսել է այն խոսքի մասին, որը նրանց տվել էր ծնունդ, եւ այդ խոսքը Աստծո խոսքն է, որը անապականացու է, կենդանի եւ հավիտենական։ Իսկ 25-րդ համարում նա ասում է. սա այն խոսքն է, որ ձեզ ավետարանվեց։ Այսպիսով առաքյալը խոսքը կապում է ավետարանի հետ եւ մեր փափագը ձգտումը անհայտ ուղղությամբ չի թողնում, այլ ուղղում է միակ եւ հստակ վստահելի օբյեկտի՝ Հիսուսի ճշմարիտ ավետարանին, եւ որից հետո Հիսուսի ճշմարիտ ավետարանին տալիս է երկու որակ՝ բանական եւ անխարդախ։ Բանական հունարեն լոգիկոս բառն է։ Այն նշանակում է ռացիոնալ, տրամաբանական եւ ողջամիտ։ Եվ քանի որ այն բաղկացած է լոգոս գոյականից եւ իքոս ածանցից, հետեւաբար թարգմանվում է խոսքի կաթ։ Ասեմ որ Պետրոս առաքյալի ժամանակներում կաթի արկայությունը չափազանց քիչ էր եւ անգամ դժվար հասանելի գնորդներին։ Սակայն ոմանք մաքուր կաթը խառնում էին ջրի հետ եւ ստանում կաթանման զանգված, որից հետո վաճառում։ Իսկ առաքյալն այստեղ օգտագործում է մի բառ լոգիկոս, որը վաճառականները նշում էին մաքուր առանց հավելումների արտադրանքը։ Հետևաբար Պետրոս առաքյալն առաջարկում է կաթնամթերք, որը չի պարունակում հավելումներ։ Առաքյալն ասում է խոսքի կաթ։ Նա նկատի ունի ավետարանը ամբողջությամբ որպես ողջամիտ վարդապետություն։ Այո, թեև այստեղ մենք չենք գտնում կեղծ ուսմունքների դեմ նախազգուշացումներ, սակայն նման նախազգուշացումներ կան Պետրոս առաքյալի երկրորդ թղթում։ Ակնհայտ է, որ քրիստոնյաները պետք է աճեն առաքելական խոսքի մեջ, այլ ոչ թե այն, որը արժանահավատ չէ։ Այս կաթը նաև նկարագրում է որպես անխարդախ։ Այս անխարդախ բառը հունարեն նշանակում է ճշմարիտ, առանց խաբեության։ Նաև նշանակում է մաքուր, անարատ, անապական, անվնաս եւ առանց խառնուրդի։ Եվ սովորաբար այս բառը վերաբերում էր հացահատիկին, ցորենին, յուղին եւ այլ գյուղատնտեսական արտադրանքին։ Եվ հիմա առաքյալն ասում է, թե Աստծո խոսքը ինչ որակի է, եւ այս որակով հակադրում է առաջին համարի խաբեություններ բառի հետ, ցույց տալով Աստծո խոսքի գերազանցությունը աշխարհի խաբուսիկ, մոլորեցնող, ծուղակը գցող առաջարկների հետ։ Ըստ առաքյալի, այս նույն խոսքը, որը քրիստոնյայի նոր կերակուրն է, ոչ միայն տալիս է վերստին ծնունդ, այլ նաև տալիս է հոգևոր աճ, խնամք, հասակ եւ կենդանի հույս, որ մի օր կհանդիպենք հենց այդ մարմնացած խոսքին, Տեր Հիսուսին։ Ինչպես մայն է ծնունդից հետո իր վրա կրում եւ առնում պատասխանատվություն, երեխային մեծացնելու, կրթելու եւ ձևավորելու, այդպես էլ եւ առավել Աստծո խոսքն է հանդիսանում դայակ, խնամակալ։ Աստծո խոսքը ոչ միայն գտնում է, ձգում է դեպի իրեն, այլ օգնում է կատարելագործվելու մեջ։ Այսպիսով եզրակացնում ենք հետևյալ աստվածաշնչյան ճշմարտությունը։ Քրիստոնյաների սննդի համար նախատեսված կաթքը պետք է լինի անխառն եւ մաքուր, առանց հավելումների,
առանց փիլիսոփայության կամ որևէ պարտադրված մարդկային հնարքի, առանց խառնուրդի, չաղավաղված մարդկանց հերետիկոսների հնարքներով, գյուտերով ու վարդապետություններով։ Հիշեք, կերակուրից է կախված հոգու աճը, կերակուրի որակից է կախված քո սրբակենցաղ վարքը։ Եթե կերակուրը վատն է, մարդ չի կարող աճել։ Եվ այսօր շատ հավատացյալներ կան, որոնց վարքին նայում ես, զարմանում ես։ Գիտեք ինչն է խնդիրը։ Խնդիրը կապված է սնման աղբյուրի հետ։ Դրա համար էլ այսօր շատ քրիստոնյաներ կան, որ չեն աճում հոգևոր կյանքում, եւ այդպես էլ շարունակում են մնալ հոգևոր թզուկներ։ Եվ հիմնային պատճառն այն է, որ չեն ցանկանում սնվել, խմել այն կաթը, որն Աստվածաշունչն անվանում է ճշմարտության խոսք։ Այսօր հոգևոր աշխարհում լեփլեցուն են կաթերը, սակայն հարցն այն է, թե դու ինչ կաթ ես խմում, ինչ յուղայնության եւ ինչ արտադրության կաթ ես խմում։ Ինչպես խանութներում են վաճառվում տարբեր տեսակի, որակի, զանազան հավելումներով կաթեր, այդպես էլ հոգևոր աշխարհում է հրամցվում անհամ, անպատուղ, անսնունդ եւ աճին ոչ միայն չնպաստող, այլ վնասող կաթեր։ Եվ հաճախ խանութում կաթ գնելիս մենք ամենայն ուշադրությամբ նայում ենք, թե ինչ կաթ ենք վերցնում, արդյոք ամսաթիվը ճիշտ է, եւ եթե անկեղծ, հաճախ վերցնում ենք այն կաթը, որը ամենաթանկն է, որի տարան ավելի գեղեցիկ է եւ վառ գույներով գրված է կաթի բովանդակությունը։ Բայց ինչպես ես մոտենում հոգևոր կաթ ընտրելիս, սիրելի եղբայրս եւ քույրս, այդ նույն մանրակրկիտ ուշադրությունն ես ցուցաբերում, թե քեզ համար մեկ է, թե ինչ արտադրություն է։ Հիշեք, ինչպես խանութներում են վաճառվում վատ կերակուրներ, վատ կաթեր, այդպես էլ հոգևոր աշխարհում են վաճառվում հին, անորակ, թթված, անհամ եւ խարդախված կաթեր։ Այս կաթերը ոչ միայն թունավորում են մեր մտքերը եւ խոչընդոտում մեր սրբակենցաղ կյանքին եւ հոգևոր աճին, այլ կասեցնում են նմանվելու Հիսուսին, ունենալու նրա հասակը։ Հարց. Ինչ ես կերակրում հոգիդ այս օրերին։ Ում ես լսում։ Միթե ստուգում ես, արդյոք այն մաքուր կաթ է, թե պարզապես լավ փաթեթավորված թունավոր հեղուկ։ Արդյոք ունես այն ախորժակը, ինչ նորածինը։ Արդյոք դու փափագում ես առանց հավելումների կաթ։ Մենք սովոր ենք ընտրել լավագույնը մեր մարմնի համար, թարմ, որակյալ, սննդարար եւ վիտամիններով հարուստ։ Բայց երբ գալիս է խոսքի ընտրությունը, արդյոք ընտրում ես մաքուր, անխառն ու անխարդախ Աստծո խոսքը, թե բավարարվում ես հոգուց սովը TikTok-յան ռիլերով, մակերեսային քարոզներով կամ միայն ոգեշնչող խոսքերով։ Ահա թե ինչու է կարևոր, որ եկեղեցին ունենա քարոզիչ, որը սովորեցնում է խոսքը, այլ ոչ թե իր սեփական կարծիքը կամ երևակայությունը, որպեսզի մարդիկ կարողանան հանդիպել ոչ թե քարոզչի, այլ Հիսուս Քրիստոսին, կենթանի խոսքին։ Մարդիկ եկեղեցի են եկել անխարդախ կաթ խմելու, ոչ թե կաթանման զանգված։ Մարդիկ եկել են հանդիպելու Հիսուսին, այլ ոչ թե ծաղրածուի կամ շոումենի։ Մարդիկ եկել են, որ ոչ թե ուրախանան, ծիծաղեն, բժշկվեն միգրենից ու կախվածություններից, այլ նմանվեն Հիսուսին, խմելով անխարդախ կաթը։ Այսօր շատ քարոզիչներ իրենց ջանքերը դնում են, որ մարդկանց ուրախացնեն, որ մարդկանց ասեն, դու պետք է առողջ ու հաջողակ լինես, չաղ ու բախտավոր, ապահոված ամեն ինչով։ Այնինչ Պետրոս առաքյալն ասում է, ոչ, մարդկանց դարձրեք սուրբ, ցույց տալով այդ ճանապարհը եւ ցույց տալով միջոցները։ Մարդկանց հոգևոր աճին նպաստեք եւ ցույց տվեք Աստվածաշնչյան միջոցները։ Իսկ եթե չեք կարողանում, չունեք սեր Հիսուսի խոսքի կաթի հոտի նկատմամբ, իջեք եւ մտեք աշխարհ։ Աշխարհում ձեր կարիքը շատերը ունեն։ Վստահ եմ, որ աշխարհում մեծ հաջողությունների կհասնեք։ Ձեզանից շատերը ամբիոններին կանգնում են Աստվածաշունչը ձեռքներին, ցույց տալով, թե կաթ են տալու, բայց ձեր խորամանկ հոր սատանայի պես խարդախում եք։ Ավելացնում եք այդ կաթին թույն եւ աղբ, որովհետեւ դուք դրսից ոչխարի հագուստով եք, բայց ներսում գիշատիչ գայլ, որ խաղում է ցուցադրական կրոնականություն, առանց իրական հավատի։ Դրա համար էլ Հիսուս այդ պատճառով ասաց. դուք չեք մտնում երկնային արքայություն եւ մյուսներին էլ չեք թողնում։ Իսկ Պողոս առաքյալը կասեր. Տիմոթեոս, քարոզիր խոսքը,
Բայց Պողոս առաքյալ որ խոսքը, ախր խոսքերը շատ են, սակայն Պողոս առաքյալն արդեն ասել էր, հրահանգել էր, թե որ խոսքը պետք է սովորեր Տիմոթեոսը, եւ դա էլ նույնությամբ փոխանցեր։ Երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 13-րդ համար։ Ինչ ինձանից լսեցիր, ամուր պահիր, որպես ողջամիտ խոսքերի օրինակ, հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Երկրորդ գլուխ 15-րդ համար։ Տիմոթեոս, քարոզիր ճշմարտության խոսքը։ Երրորդ գլուխ 7-րդ համար։ Տիմոթեոս, քարոզիր ճշմարտության գիտությունը։ Իսկ Պետրոս առաքյալը իր նամակում ասում է. անապականացու խոսք, կենթանի եւ հավիտենական խոսք։ Մի օր երբ ավարտվել էր այն կաթը, որ խմում էր իմ նորածին տղան, Ալեքը, խանութից կաթ գնեցի եւ լցրեցինք իր շշի մեջ, որ ուտի։ Սակայն երբ լեզվով շփվեց այդ ոչ օրիգինալ կաթին, նա անմիջապես մերժեց այն, դուրս բերելով բերանից եւ հրաժարվեց ուտելուց։ Ինչու՞։ Որովհետեւ դա իր մոր կաթը չէր։ Դա խանութի անորակ ոչ շահ համեղ կաթ էր։ Չուներ նույն բույրը, ճաշակը, կենսական սննդայնությունը։ Եվ ի վերջո նա այն ընկալեց խարդախված եւ թունավոր կաթ։ Դա համար ուշադիր եղեք, թե ում եք լսում, ում տված կաթն եք խմում։ Խարդախված կաթ տվողները լավ սովորել են, թե ինչպես տան, ինչպես հրամցնեն իրենց կաթը։ Նորածնի պես եղեք զգույշ եւ մի խմեք, դուրս հանեք եւ մի խաբվեք։ Եթե նորածինը չի խաբվում, կարծում եմ մենք էլ ունենք բոլոր միջոցները չխաբվելու։ Եվ քանի որ այս անխարդախ եւ բանական կաթի խմելը ունի նպատակ, ապա առաքյալը նաեւ անդրադառնում է այդ նպատակին եւ ասում. նորածին մանուկների պես փափագեք բանական անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար։ Այս համարի աճել բայը հունարեն աուքսանո բառն է, որը նշանակում է մեծանալ, հասակ առնել, ավելի մեծ դառնալ եւ շարժվել դեպի առաջ։ Այս բայը օգտագործվում է բույսերի, նորածինների եւ ներքին քրիստոնեական աճի համատեքստում։ Գրված է կրավորական սեռի անցյալ ժամանակով։ Այս անցյալ ժամանակաձևը պարզապես պատկերում է աճը, որպես քրիստոնյայի բնավորությանը բնորոշ գիծ։ Իսկ կրավորական սեռը ցույց է տալիս, որ այս գործողությունը հավատացյալը կրում է իր վրա։ Հետևաբար հունարենում իմաստային թարգմանվում է, որ դրանով աճեցվեք։ Այստեղ Պետրոս առաքյալը նորից մատնացույց է անում, որ Աստված, ով մեզ նոր ծնունդ է տվել խոսքի միջոցով, իր խոսքով էլ պահպանում է մեր աճը։ Քանի որ Աստված է իր զորությամբ պահում մեր փրկությունը, տրամաբանական է, որ այդ ճանապարհի մյուս գործողություններն էլ կանինա եւ կապահովի։ Մենք աճում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ աճեցնում է Աստծո խոսքի կաթը։ Առաքյալներ Պետրոսն ու Պողոսը կարող են ցանել եւ ջրել, բայց աճեցնելու է միայն Աստված։ Առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 5-7 համարներ։ Արդով է Պողոսը կամ ով է Ապողոսը, սոսկ սպասավորներ, որոնց միջոցով հավատացիք, եւ նրանցից ամեն մեկը արեց այնպես, ինչպես որ Տերը տվեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ Ուրեմն ոչ տնկողը որևէ բան արժի, ոչ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է։ Հետևաբար, որպես ինչ որ մեկը կամ ինչ որ բան աճի, այն պետք է ազդվի արտաքին ուժի կողմից կամ իր մեջ ունենա կյանքի տար։ Իսկ առաքյալը 23-ից 25-րդ համարներում արդեն ասել է, որ Աստծո խոսքը կենդանի է եւ մնում է հավիտյան։ Պետրոս առաքյալը խոսելով մեր դիրքի մասին Քրիստոսի մեջ, որ մենք նոր արարածներ ենք, նա ոչ թե ցանկանում է, որ մենք կենտրոնանանք մեր դիրքի վրա, այլ կենտրոնանանք մեր զարգացման վրա։ Պետրոս առաքյալը քրիստոնեական կյանքը ներկայացնում է ոչ թե որպես ակնթարթային եւ հեշտությամբ հասանելի փորձառություն, այլ որպես ողջ կյանքի ընթացքում աճի գործընթաց։ Եվ առաքյալն ասում է, որ նրանով աճեք փրկության համար։ Հունարենում թարգմանվում է ոչ թե նրանով, այլ նրա մեջ, նրա ուժով։ Իմաստային թարգմանությամբ կլինի նրանով աճեք փրկության մեջ, ոչ թե փրկության համար։ Եվ սա չի ենթադրում, որ աճը կարող է բերել կամ արժանի լինել փրկության, այլ ցույց է տալիս, որ այդ տեղի ունեցող աճը տանում է առաջ եւ կհասնի ապագա փրկության
իր լիակատարությամբ։ Մեր հոգևոր աճի նպատակը փրկությունն է, վերջնական փրկությունը Քրիստոսի մեջ, որի մասին խոսում է Ավետարանը եւ որի համար մենք պահպանվում ենք։ Այս համարի վերջին մասը ընթերցելիս տպավորություն է, որ մենք խոսքը փափագելու ջանքը անում ենք, որ հասնենք փրկության կամ որ փրկվենք, բայց դա այդպես չէ։ Մարդ որևէ բան չի կարող անել, որ վաստակի եւ արժանանա փրկության։ Փրկության գործը ամբողջապես եռամեկ Աստվածության գործն է։ Եվ առաքյալն արդեն նամակի հենց սկզբից խոսել է երրորդության փրկարար գործի մասին։ Առաջի գլուխ 2-րդ համարում այսպես է գրում. ընտրված ըստ Հայր Աստծո կանխագիտության, հոգու սրբացման միջոցով, հնազանդության ու Հիսուս Քրիստոսի արյամբ սրսկման համար։ Ըստ այս համարի մարդուն ընտրում է Աստված, փրկում է Հիսուս, սրբացնում է Սուրբ Հոգին։ Իսկ երրորդ համարն ասում է, որ մարդուն վերստին ծնունդ տվողը ևս Աստված է։ Եվ դա ըստ համարի ոչ թե մարդու մտահաղացումն է կամ որոշումը, այլ Աստծո առատ ողորմությունն է։ Սա չափազանց կարևոր համար է, որ մենք հիշենք հետևյալ Աստվածաշնչյան կարևոր վարդապետությունը։ Մարդու փրկության վերաբերյալ ցանկացած քննարկման սկզբում պետք է հիշվի բացառապես նրա ողորմությունն ու շնորհը։ Մարդի վիճակի չապահովելու իր սեփական փրկությունը եւ հետեւաբար լիովին կախված է Աստծո ողորմությունից։ Մարդ չի կարող Աստծո առաջ ունեցած իր վիճակի մեջ որևէ դրական փոփոխություն բերել։ Այսպիսով մենք ոչ թե գործում ենք, որ փրկվենք, այլ արդեն փրկված ենք, որ գործենք։ Մեր գործը, մեր արձագանքը փրկության մեջ է, այլ ոչ թե փրկության համար։ Մեր գործը փրկության մեջ է, այլ ոչ թե փրկության համար։ Եվ մեր գործը Սուրբ Հոգու հետ համագործակցությունն է, ով մեզ տանում է դեպի Քրիստոսի հասակին եւ փրկություն, այն փրկության, որը պահված է եւ պահվում է բացառապես Աստծո զորությամբ։ Նայեք ինչ է գրում Պետրոս առաքյալը առաջի գլուխ 5-րդ համարում։ Ովքեր պահպանված են Աստծո զորությամբ, հավատի միջոցով, փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակին։ Բայց այս ճանապարհին մենք ձեռքներս ծալած չենք նստում։ Փրկության հասկացողությունը նման չէ գնացքի, որ նստես, պարկես, ուտես, խմես, մինչև կհասնես երկնքի կայարան, որտեղ կիջնես ու քեզ գրկաբաց կդիմավորի Հիսուսը։ Ոչ, դա այդպես չէ։ Դու իջնելուն պես պետք է արտացոլես Հիսուսին, նրա նման պիտի լինես։ Այդ իսկ պատճառով երկնային կյանքի գլխավոր նպատակը հենց Հիսուսին նմանվելն է։ Քրիստոնյայի նպատակը պարզապես կաթ խմելը չէ, այլ նմանվել Հիսուսին։ Սա հավատացյալի գլխավոր եւ միակ նպատակն է, որտեղ այս կաթի ակտիվ եւ ինտենսիվորեն ընդունումն ինքնին նպատակ չէ, այլ այն միջոց է, որով տեղի է ունենում հոգեվոր աճը։ Իսկ կաթը միջոց է, որը կարգված է Աստծո կողմից։ Եվ այս նպատակին հասնելու համար մենք պետք է հետևենք եւ օգտվենք Աստծո կողմից կարգված միջոցներին։ Հետևաբար Աստծո նպատակներին հասնելու համար պետք է իրագործել բացառապես Աստծո միջոցները։ Իսկ Աստծո միջոցը կաթն է, որը Պետրոս առաքյալը պատվիրում է փափագել նրանց, ովքեր արդեն ճաշակել էին այս համեղ կերակուրը։ Նա գրում է նրանց, ովքեր արդեն ունեին այս համի փորձառությունը, որովհետև դժվար է որևէ մեկին ասել կեր որևէ կերակուր, քանի դեռ նա չի կերել։ Իսկ եթե որևէ մեկը արդեն ունի տվյալ կերակուրի փորձառությունը, վայելել է համը, ապա ավելի հեշտ կլինի նրան ասել կեր, քան պատմել, բացատրել, թե ինչքան լավն է եւ համեղ։ Հունարեն բնագրում 3-րդ համարի եթեն գրված է ոչ թե եթե, այլ քանի որ ճաշակել եք, որ Տերը քաղցր է։ Այս նախադասությունը քերականորեն կապված է փափագել կաթը պատվերի հետ, որը մեր ամբողջ հատվածի, մեծ հատվածի հիմնական պատվերն է։ Այս քանի որը ցույց է տալիս իրականությունը, այն, ինչ արդեն տեղի է ունեցել վերստին ծնունդով փրկություն։ Առաքյալը կասկած չունի նրանց վերստին ծնունդի վրա, այլ հակառակը հաստատում է, որ նրանք արդեն ճաշակել են Աստծո բարությունն ու ողորմությունը։ Այս ճաշակել բայը ցույց է տալիս, թե ինչպես է հեղինակն իր միտքը շարունակում կաթի հետ եւ անում համեմատություն։
Այս բայը չի ենթադրում զգուշավոր համտես կամ մի փոքր պատառ, այլ խնդրում եմ ուշադիր, իրական զուլվելը, մեկացումը եւ վայելքը հենց Տիրոջ հետ։ Ցանկացած կերակուր մենք կարող ենք հեռվից տեսնել, հոտոտել, բայց հեռվից համտեսել չենք կարող։ Հետևաբար, որպեսի համտեսենք, ճաշակենք Տիրոջը, թե որքան համեղ է, բարի է, անհրաժեշտ է մեր սեփական փորձով, իսկ հավատով միանալ նրան եւ այն ժամ մենք կհամտեսենք նրա բարությունը։ Այս բայը գրված է անցյալ ժամանակով, որը ցույց է տալիս, որ համտեսումը հաստատ է եւ այն տեղի է ունեցել դարձի պահից սկսած։ Իսկ առաքյալն իմանալով, որ համը ստեղծում է ախորժակ, նա անցյալում ստացած հաճույքով մղում է ավելի շատ համտեսելու եւ վայելելու Տիրոջը։ Պետրոսն ասում է. Տերը քաղցր է։ Տեր բառը գտնվում է նախադասության վերջում եւ այն դրված է հոդով, որն էլ ցույց է տալիս, թե քրիստոնյաները ում են համարել կամ համարում լավը կամ քաղցր Հիսուսին։ Եվ նաև շարունակվող համատեքստն է ցույց տալիս, որ Տերը Հիսուսն է։ Հետաբար այս ճաշակում, այս համտեսը, սա մղում է հավատացյալներին փնտրել Հիսուսի շնորհը, քաղցրությունը եւ սիրել Հիսուսին։ Իսկ սիրել Հիսուսին նշանակում է սիրել իր խոսքի կաթը։ Սիրել Հիսուսին նշանակում է ընկնել ոչ թե աշխարհային հաճույքների հետևից, այլ Հիսուսի։ Սիրել Հիսուսին նշանակում է ինտենսիվորեն ձգվել, երկարել դեպի իր խոսքը։ Սիրել Հիսուսին նշանակում է ուտել, ճաշակել իրեն ամբողջապես, այլ ոչ թե մասամբ։ Այո, մենք չենք ուտում Հիսուսի ֆիզիկական մարմինը, բայց նրա ավետարանը մեր կերակուրն է։ Իսկ Հիսուսի ճշմարիտ ավետարանի ուսումնասիրության իրական նպատակը դրա բովանդակությունը հասկանալը չէ, այլ Հիսուսին ճանաչել, փոխակերպող փորձառություն ունենալը, որը բացահայտում է իրեն իր խոսքում։ Նա եւ նրա խոսքը մեկ են։ Եվ քանի որ մենք ունենք նոր ծնունդ, պետք է ունենանք նոր կյանք եւ նոր ախորժակ։ Հետևաբար թող մեր ամենօրյա համեղ կերակուրը լինի Աստծո խոսքը եւ Հիսուսի հետ շփումը։ Թող մեր ճաշացանկը գլխավորի Հիսուս, շարունակվի նրա մասին մտորումներով եւ վերջանա նրան կերպարանակից լինելով։ Հարց, որից հետո կանցնենք կիրառությանը։ Դու գիտես, որ Հիսուսն է այն վիտամինը, որը շնորհ եւ հոգեվոր աճ է տալիս քեզ։ Հիսուսն է շնորհի աղբյուրը։ Հովհաննես առաքյալը այսպես է գրում. նրա լիությունից մենք բոլորը ստացանք շնորհ շնորհի վրա։ Հիսուս ոչ միայն պարգևում է շնորհ, այլ ինքն է շնորհը։ Երկրորդ, հոգևոր աճը գալիս է միայն նրա միջոցով։ Հովանու 15:5 առանց ինձ չեք կարող անել ոչինչ։ Նա է մեր սնունդը, առանց որի մենք չենք աճում։ Եփեսացիս 4:15 ամեն բանով մեծանանք նրա մեջ, ով գլուխն է, Քրիստոսը։ Աճի միակ ուղղությունը դեպի Քրիստոս։ Այսօր մի փոքր այլ ձև եմ պատրաստել կիրառությունը։ Հիսուս իր արարությունից հետո մի առավոտ Իշպեք Պետրոս առաքյալին 3 անգամ ինչ հարցրեց։ Սիրում ես ինձ։ Պետրոսը պատասխանեց, որ սիրում է, սակայն նա եւ Հիսուսը տարբեր բառեր էին գործածում սիրել բառի համար։ Առաջին երկու դեպքում, երբ Հիսուսը Պետրոսին հարցրեց, թե արդյոք սիրում ես ինձ, Պետրոս առաքյալի Տիրոջ ագապե բառին պատասխանեց ֆիլեո բառը։ Հիսուսն օգտագործել էր ագապե բառը, որը նշանակում է այնպիսի սեր, որը պատրաստ է ամեն բան տալու հանուն այն անձի, ում սիրում է։ Իսկ Պետրոսն օգտագործում էր ֆիլեո բառը, որը նշանակում է համակրել ինչ որ մեկին։ Այդ պահին, երբ Տեր Հիսուսը Պետրոս առաքյալին հարցրեց, թե արդյոք սիրում է իրեն, առաքյալը չէր կարող ըմբռնել ինքնազոհաբերման պատրաստ սիրո գաղափարը։ Սակայն հետագայում նա դա հասկացավ եւ շատ տարիներ անց պատվիրեց փոքր Ասիայում գտնվող հավատացյալներին սիրել Հիսուսին, ում չեն տեսել, եւ այդ ժամանակ նա գործածեց հենց ագապե բառը։ Կարդում եմ. ում դուք չտեսած սիրում եք, եւ ում թեև հիմա չեք տեսնում, բայց նրան հավատալով ուրախանում եք անպատմելի եւ փառավոր խնդությամբ, որպես ձեր հավատի արդյունք
ձեր հոգիների փրկություն ընդունելով։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք։ Մեր երկնավոր եւ պաշտելի Հայր, մենք քեզ փառք ենք տալիս քո մեծ ու հրաշալի գործերի համար։ Մենք քեզ փառք ենք տալիս քո վերստին ծնունդի համար, որ մեզ պարգևել ես։ Այո, նա գաղտնիք է մեզ համար, բայց հայտնի է մեզ, որ մենք գիտենք քո խոսքի միջոցով ենք ծնվում, քո կենդանի եւ հավիտենական խոսքի միջոցով ենք ծնվում։ Փառք ենք քեզ տալիս քո խոսքի համար, որ մեզ ոչ միայն ծնել է, այլ մեզ շարունակում է կերտել, խնամել, ուսուցանել եւ կերպանակից անել քո որդի Հիսուս Քրիստոսին։ Այո, մենք խոստովանում ենք, որ շատ հաճախ մեր սերը պակասում է։ Մենք չենք կարողանում ինտենսիվորեն ձգվել, կարոտս գալ քո խոսքին, բայց մենք գիտենք, որ քո հոգին շարունակում է իր աշխատանքը մեր մեջ։ Հետաբար աղոթում եմ իմ քույրերիս, եղբայրներիս համար, օգնիր մեզ քո հոգով, որ կարողանանք մեր ամենօրյա կերակուրը դարձնել քո խոսքը։ Օգնիր, որպեսզի կարողանանք փրկության մեջ շարունակենք մեր սրբացումը, նմանվելով քո որդի Հիսուս Քրիստոսին։ Փառք ենք քեզ տալիս քո բազում խոստումների համար, որոնք այո եւ ամեն են։ Շնորհակալ ենք, որ դու շուտով պիտի գաս։ Մենք քեզ սպասում ենք, մենք քեզ սիրում ենք։ Հետևաբար ինչ էլ որ անենք, ուտենք թե խմենք, մեզ էլ որպես համայնք, որքան որ կյանք տաս, օգնիր, որպեսզի կարողանանք համայնքային կյանքում աճել, որպեսզի կարողանանք համայնքով քեզ, քո որդուն եւ քո ավետանը ներկայացնել, միջև որ կգաս կամ կկանչես։ Բոլորիս խաղաղությամբ արձակիր եւ դու փառավորվիր հիմա եւ միշտ հավիտյանս հավիտենից։ Ամեն։